Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին ասել է, որ Հայաստանը դեռ նոր սահմանադրության նախագիծ չունի, իսկ Բաքվի բարձրացած խնդիրների առումով նշել, որ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմամբ գործող մայր օրենքը որևէ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Մեկ հարցն կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է եւ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը չէ փակել հակամարտությունը իր տարածքում եւ արտահանել այն Հայաստանի տարածք։ Մեր առաջարկած լուծումը հետեւյալն է. միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Ըստ Փաշինյանի դա շատ կարևոր փոխադարձ ժեստ կլինի տարածաշրջանում վստահության եւ կայունության համար։ Սահմանադրությանն առնչվող մի հարց եւս կա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ ու հստակ նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հիմնվելով Ալմաաթայի հռչակագրի վրա եւ հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Վարչապետը հիշատակել է մեկ այլ հոդված, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում նման հարցեր եւ պահանջներ չբարձրաձայնել, ուստի այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե Հայաստանում, թե Ադրբեջանում, լուծված են խաղաղության համաձայնագրի նախագծում։ Ըստ Փաշինյանի մեկ այլ կարևոր հոդվածում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հիմնվել իր սեփական օրենսդրության վրա համաձայնագիրը չկատարելու համար։ Մենք նույնպես մտահոգություններ ունենք եւ տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Ինչու՞։ Որովհետեւ մենք տեսնում ենք ակնհայտը, որ այս հարցը լուծվել է արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում։ Եվ այս խնդիրը լուծելու եւ վերացնելու համար մենք պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ վավերացնենք այն, եւ մենք պատրաստ ենք նման որոշում կայացնելու։ Փաշինյանի հարցազրույցը դեռ նոր հրապարակված, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մի այնպիսի հսկայական մեղադրական է լույս ընծայել, թե վաղուց էր շարադրել այն եւ անհամբեր սպասում էր Հայաստանի վարչապետի մեկնաբանություններին։ Նա ասել է, որ Փաշինյանը նորից փորձել է միջազգային հանրությանը մոլորեցնել, քանի որ հայկական կողմի համար միջազգային համաձայնագրերում տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնել է իբր որևէ նշանակություն չունի։ Հաջիզադեն նորից խոսել է անկախության հռչակագրի մասին, վերլուծել Հայաստանի սահմանադրության տարբեր հոդվածներ, ապա անցել զինանշանին, որը իբրև արտացոլում է ներկայիս Հայաստանի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ։ Իսկ հարցազրույցի վերջում կրկին պատասխանելով Մինսկի խմբի լուծարման հարցում չշտապելու մասին հարցին, Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում եւ արտահանել հակամարտությունը Հայաստան։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։